Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը մասնակցելու է Մայրաթորի կողմից կարգալույծ արված Տեր Արամ քահանայի կողմից մատուցվող պատարագին։ Արդեն մեղադրանքներ կան, ասում են, որ վարչապետը սադրանքի է գնում, բախման է գնում, ինչու է օրինակ Մայրաթորի կողմից կարգալույծ արված քահանայի պատարագին գնում մասնակցելու։ Նախ Մայրաթորը որպես այդպեսին վաղուց կտրիչի կողմից վերածվել է ընդամենը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի։ Ոչ ավել, ոչ պակաս։ Մայրաթորում այն պահից սկսած, երբ որ ենթադրում եմ կտրիչի իմացությամբ տարել ու կպցրել են Քոչարյանի դաշինքի լոգոներ, այդ պահից սկսած Մայրաթորը իմ ընկալմամբ արդեն դարձել է Քոչարյանի նախընտրական շտաբ կամ ինչն ավելի վատ է, օրինակ նախընտրական ենթաշտաբ։ Երբ որ սրան զուգահեռ կտրիչը սկսել է տարատեսակ քահանաների, սրբազանների ամեն ինչ անել ու ապահովել, որպեսզի նրանք ներկայություն ունենան Քոչարյանի միտինգներին, այդ պահից սկսած արդեն կարծում եմ, որ Քոչարյանի նախընտրական շտաբը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Օրինակ ոնց եք պատկերացնում Քոչարյանի ինչ-որ մի շտաբ ինչ-որ մեկին կարգալույծ անի։ Բայց դուք ինչու Մայրաթորը իջեցրեցիք կուսակցություն։ Ես չիջեցրեցի։ Հազար ներողություն, ես սա մեծ ցավով եմ ասում, բայց ես չիջեցրեցի։ Իջեցրեցին այն մարդիկ, ովքեր տարել Մայրաթորում կամայական քաղաքական ուժի, լինի դա Քոչարյանի ուժի, թե լինի դա ՔՊ-ի լոգոն տանեն կպցնեն, այդ մարդիկ են իջեցրել։ Կներեք, դա նորմալ չի։ Ոչ մի հավատավոր քրիստոնյայի համար նորմալ չի, որ մեր Մայրաթորում տանեն ու կպցնեն ինչ որ մի քաղաքական ուժի, լինի Քոչարյանինը, լինի ՔՊ-ինը, քաղաքական ուժի պաստառներ կամ լոգոներ, դա աբսուրդ է։ Դա անթույլ է տեսել այդ պաստառը։ Հրապարակել եմ ես իմեջում, կարող եք դուք էլ մտնել ու նայել։ Սրա մասին է խոսել էի Տեր Եսայի քահանան, հերքել էր ինձ մեղադրել էր զրպարտության մեջ, ստիպված նկարները հրապարակեցի, եթե մի քիչ էլ ստիպեն, նաև Մայրաթորի այդ աշխատակիցների դեմքերը բաց ստիպված կլինեմ նկարները հրապարակել։ Ինչը չեմ ուզում, որտեղ են իրենք։ Մայրաթորի շենքում են, Մայրաթորի շինություններում են եւ Մայրաթորի աշխատակիցներ են, որտեղ արված են այդ նկարները, կտրիչի նկարները վերևից կախած են։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ինչու է գնում հենց այդ եկեղեցի պատարագի, սրանով փորձ է արվում ինչ ցույց տալ կաթողիկոսին։ Բայց եկեք բարձենք հետեւյալը, որ նախ կտրիչը կաթողիկոս չի, իսկ ինչ վերաբերվում է փորձ արվում ինչ ցույց տալ, սրա մասին ավելի վաղ էր հայտնի, որ վարչապետը գնալու է Հովանավանք պատարագի, եթե կհիշեք, սրանից 3-4 օր առաջ էր, որ ընդդիմադիր լրատվականները գնացել էին, Տեր Արամից ինտերվյու էին վերցնում, ասում էին, ինչու է գյուղի բնակիչներին տեղեկացրել, որ վարչապետը գալու է պատարագին, այլ ասում էր, դե լավ եմ արել, երկրի ղեկավարը տեղեկացրել եմ գյուղացիներին ու չսպասելով, որ այդ պատարագը տեղի ունենա, ենթադրում եմ այդ պատարագի ու վարչապետին դրա մասնակցությունից խիստ վախվորած ու արդեն իսկ ցուկ ցվանգի ու ցայտնոտի մեջ հայտնված կտրիչը որպես Քոչարյանի նախընտրական շտաբերից մեկի պետ արել է այդ գործողությունը։ Այդ թեմային դեռ կանգնադառնամ, քանի որ գտա նկարները, ճիշտ է, այստեղ կա համակարգիչ, որի վրա Հայաստան դաշինքի լոգոն է փակցված, բայց սա մի սենյակա սպիտակ պատի ֆոնի եւ որևէ կերպ սա Մայրաթորի հետ չի ասոցացվում։ Կտրիչի նկարը վերևում է, սա Մայրաթորի վարչական շինություններից մեկն է։ Ապացույցը ո՞րն է, որ դա վարչական շինություն է Մայրաթորի, այստեղից չի։ Այնտեղ հենց իմ մեկնաբանություններում արդեն իսկ քահանաներ կա։ Չէ, կարակ նայեք, ժողովուրդ ջան, եթե պետքա կարամ նաև նկարները բաց ձեզ ցույց տամ, աշխատողներին էլ են մարդիկ ճանաչում, այս շենքն էլ են ճանաչում, այդ տարածքն էլ են ճանաչում։ Շատ տեսանել բան։ Ապացուցելի արդեն իսկ ապացուցված կարելի ասել, այս շենքը այդ շինությունը Մայրաթորի տարածքում է, Մայրաթորի շինություններից մեկն է ու ես վստահ եմ, որ սա միակը չի, թեև այս մի նկարն է, որ ես ունեմ, բայց վստահ եմ, որ ամենուրեք է այդ մթնոլորտը։ Բացառում եք, որ աշխատակիցներից մեկը իր քաղաքական հայացքների շրջանակներում տարել իր համակարգ։ Դե շատ տարօրինակ համընկնումների շարք է այդպես ստացվում, չեք գտնում, որ օրինակ կտրիչը ստիպում է իր գավազանակրին, որպես իր սքակիր մորը վերցնի տանի Քոչարյանի միտինգին, մյուս եկեղեցու սպասավորներին ապարբերաբար պարտադրում գնալ Քոչարյանի միտինգներին, դա էլ տենց պատահական համընկել է, որ այդ աշխատողը տարել համակարգչին կպցել է, կներեք այդքան համընկումներ ուղղակի չեն կարող տեղի ունենալ։ Եվ փաստա որ կտրիչը ցավոք սրտի մեծ ցավ եմ, ասում Մայրաթորը փորձում է վերածել Քոչարյանի նախընտրական շտաբի։
Այդ ձայնագրությունները ինչպես էին հասանելի դարձել։ Ինչ իմանամ։ Եթե Վարդան Ղուկասյանին նախաքննական մարմինը հրապարակեց, որին կան դրանանալ, այս մեկը Ինչ իմանամ։ Կուսակցությանը, ձեր կուսակցությանը պատկանող Որ լրատվամիջոց։ Սխալվում եք։ Սիվիկեյը նման հրապարակել է, բայց ինքը չի եղել սկզբնաղբյուր։ Հակամ հայկական ժամանակներ ամեն դեպքում։ Չեմ հիշում, բայց դա կարծում եմ բան է, պետք է հասկանալ, որտեվ երբ որ խոսը կա խոսակցություն հեռախոսային, դրան մասնակցում են երկու հոգի, ուրեմն առնվազն, այդ երկու հոգին էլ ունեն այդ հնարավորությունը, այլ տարբերակներ էլ են լինում շատ հաճախ, չեմ կարող ասել, ես ինչ իմանամ։ Մեր լրատվականների գործընկերներին հարցրեք, թե իրանց որտեղից է տեղեկատվությունը։ Հաճախ դուք էլ ձեր լրատվականն էլ ապարբերաբար անանուն աղբյուրներին հղում անելով այս կամ այն նորությունը հրապարակում, կարծում եմ լրատվականները այդ իրավունքը կարծում եմ որն ունեն սահմանադրորեն այդ իրավունքը հրապարակել այլ է պարոն Ալեքսանյան աղբյուրներին հղում անելով իրավապահ մարմիններին բնորոշ գործողությունը գաղտնալը Չէ, բայց կներեք սա, բայց պետք է հասկանալ դա արդյոք գաղտնալսում է, թե դա ձայնագրություն է, ես չեմ պնդի ոչ մի բան։ Կարա երկուսն էլ լինի, չեմ պնդի ոչ մի բան, բայց կարա օրինակ ես մեկ եթե հեռախոսով խոսամ դա ձայնագրեմ ու կարա լինի, որ օրինակ ինձ գաղտնալսեն։ Հիմա ես չգիտեմ դա որ մեկն է ու չեմ կարող այդ պնդումը անել։ Հետևաբար այդ ենթադրությունների հիման վրա թույլ տվեք չխոսել։ Դուք ինչ եք կարծում, պետք է այդ ձայնագրությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսը անցնի որևէ բարույթով, թե ոչ։ Եթե լիներ ամենայն հայոց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը, ապա միանշանակ պիտի անցներ, բայց հաշվի առնելով, որ ինքը լրիվ ուրիշ կարգավիճակ ունի այնտեղ, ինքը Քոչյանի նախընտրական շտաբի կամ ենթաշտաբի պետն է, հետևաբար շատ տրամաբանական է, որ չի անցնում, գուցեև ինչ-որ բան կստանա, խրախուսանք կստանա, որ այդքան ջերմեռանդ է լծվել Քոչյանի միտինգին մարդ ապահովելու գործին։ Այսինքն կգնանք միջև կաթողիկոսին նույնիսկ կալանավորելու ճանապարհով, ճիշտ է։ Կներեք, ես երբեք կալանավորելու ոչ որոշում կայացնողն եմ, ոչ նման միջնորդություն ներկայացնողն եմ։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ինձնից սկսած չկա որևէ մարդ, որը արտոնյալ է օրենքի առաջ, եթե կա հիմք, եթե լինի հիմք, կալանավորեք եւ ինձ։ Նիկոլ Փաշինյանն այնուհանդերձ հետքայլ արեց սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ խոստացել էր հոգևոր մեծ հավաքը, ինչը տեղի չունեցավ, հոկտեմբերը ավարտվում է արդեն, ինչու։ Տեղի կունենա հոգևոր հավաքը, երբ էլ լինի տեղի կունենա, վստահեցնում եմ ձեզ։ Բայց երբ որ նշված ժամկետում չի իրականացվում։ Չեմ հիշում ժամկետը երբ անշվել ու ինչ վիճակում անշվել։ Հավաքումարի օրն է ասել։ Տեղի կունենա ուրեմն հավաքը, կարող է ինչ-որ օրերի տարբերություն լինի, բայց հավաքը միանշանակ տեղի կունենա։ Եվ ինչպես է դա լինելու, կբացեք փակագծեր։ Չէ։ Հատը դուք չգիտեք։ Դեռ կուսակցիները կներեք։ Չէ, նախ ձեր ձևակերպումը անտեղի է շատ։ Չէ, ձեր ձևակերպումը անտեղի է շատ, երկրորդը այդ հոգևոր հավաքը ինքը կուսակցական ֆորմատի հավաք չի, որ կուսակցությունն էլ որոշած լինի, վարչապետը նշել է կոնկրետ ֆորմատի ձևավորման մասին, որը հենց այդ հոգևոր հարցը քննարկելու եւ դրան լուծումներ առաջարկելու ֆորմատն է, ես այդ հոգևոր կազմի մեջ չկամ, մեր թիմակիցների շատերը չկան, կարելի ասել, եթե չեմ սխալվում, կուսակցականներից այնտեղ մարդ չկա, բայց գուցե սխալվում։ Եթե հնարավոր է լրիվ ճշմարտ բան չասեմ, լրիվ 100%-անոց ճիշտ չլինեմ այս բaragայում, եթե չեմ սխալվում այդպես։ Բայց կա այդ հանձնախումբը ձևավորվել է, որի մասին դեպք չի հայտարարվում։ Առնվազն գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Մնացածին չեմ տիրապետում անկեղծ։ Կաթողիկոսն է անուղղակի պատասխանել իշխանություններին, երբ որ մեր ձևովի ուխտավորները հասել էին իր մոտ, նշեց, որ անկախ իշխանությունների այս հակաեկեղեցական գործողություններից մենք անսասանենք, սա ըստ նշանակում է, որ գնալու տեղ չունենք։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Չհասկացա ով էր նման բան ասել։ Կաթողիկոսը։ Ով։ Կաթողիկոսը։ Կաթունիկ Կտրիչ Ներսիսյանը երևի։ Հա, Կտրիչ Ներսիսյանը տեսա որ նման։ Երկրորդ կաթողիկոսն ես։ Հասկացա, Կաթունիկ Կտրիչ Ներսիսյանը, չգիտեմ, Կտրիչ Ներսիսյանը բարբերաբար շատ բաներ է հայտարարում, բայց դրանց ինչքանով է լուրջ արձագանքել է, այդպես չեմ կարծում։ Օրինակ, իսկ ինքը այնտեղ այն արշակը ավելի հետաքրքիր հարցեր ունեն քննարկելու, որ փորձում են մեկ-մեկ հոգևոր արժեքներից կամ ինչ-որ հոգևոր հարցերից խոսալ, շատ մեծ վանում առաջանում մարդկանց մոտ էլ։ Ինչից պետք է խոսեն, որ ասում եք այլ կարևոր հարց։ Օրինակ, չգիտեմ, բանը, արշակը շատ հայտնի է կոնկրետ այդ
շրջանում, առհասարակ վաղարշապատի շրջանում տենց յաշիկ քշելով ու ճռռցնելով, հիմա այնտեղ չգիտեմ, ճռիկներից կարա խոսա, չգիտեմ, իր յաշիկի անվահեծերից կարա խոսա, անվադողերից կարա խոսա, տենց բաներից էլի անկեղծ եմ ասում, չեմ պատկերացնում ուրիշ ինչի մասին այդ ամեն ինչ։ Նկատի ունեք թանկարժեք մեքենա է վարում։ Չէ, կա թանկարժեք մեքենա եւ կա թանկարժեք մեքենա յաշիկ։ Մի քիչ բան է, էլի, չգիտեմ, ինչքանով է բան, որ մեր եկեղեցու Սրբազան համարվողներից մեկը պիտի դառնար յաշիկ ճռռցնող, այդ ինչքանով էր առհասարակ մտնում Գրիգոր Լուսավորիչ պլանների մեջ։ Չեմ կարող այդպես պնդումներ անել։ Այդ խնդիրը բարձրաձայնելը ձեր պլանների մեջ մի կես տարի առաջ մտավ։ Որը տարի իշխանության եք։ Այս որ ասում եք եկեղեցում խնդիրներ կա, պետք է դե պարբերաբար ինչ որ հպանցիկ անդրադարձել ենք, բայց ինչ որ պահ գալիս, որ խնդրին պետք է հիմնովին մոտենալ։ Ու այդպես շատ խնդիրներ կան, մենակ այս խնդիրը չէ։ Էլի ալինում, որ խնդիրներ ալնում, դրան հպանցիկ անդրադառնում ենք, բայց ինչ որ պահ գալիս, որ պետք է խնդիրը հիմնովին լուծել։ Այս ամեն ինչ տեղի ունենում Մայրաթորի եկեղեցու շուրջ գնահատվում է հակաեկեղեցական արշավ, չգիտեմ, ծանոթ եք թե չէ այդ գնահատականներին։ Դուք ինչու եք եկեղեցու դեմ արշավ սկսել, իշխանությունը ինչու է եկեղեցու դեմ արշավ սկսել, ինչու է նոր հիշել, որ 21 թվին ինչ որ հոգեբորականների ստիպել են միտինգների մասնակցել, ինչու եք նոր հիշել, որ Միքայել Աջապայանը 20 թվին 21 թվի գործողություններից հետո նման հայտարարություն արել։ 21 թվից հետո չի արել մենակ, դրանից հետո մի հատ էլ վերջերս արել Գեորգ Աջապայանը, Գեորգ էր, չէ։ Միքայել arczepiskopos Աջապայանը։ Աշխարհիկ անունը Գեորգ էր։ Ես հոգեբորական Հասկացա, բայց իր աշխարհիկ միևնույնն է, աշխարհիկ անուն ունեն այդ մարդիկ, այդ աշխարհիկ անունը չի կորում գնում։ Դե շատ լավ։ Գեորգ Աջապայանը այդ ժամանակ չի մենակ որ հայտարարել, այդ ժամանակ հայտարարել է, հետո վերահաստատել է իր ասածը, ասել է, այո, ես ռազմական հեղաշրջման կոչ եմ անում։ Մնացած հարցերը ինչի հենց հիմա դե երբ էլ անես այդ հարցը կա միշտ։ Ինձ ցանկացած մի բան երբ ուզում եք արեք միշտ կա այդ հարցը, իսկ ինչու հիմա։ Ինչու ոչ երեք կամ ինչու ոչ վաղը։ Ինչ որ մի պահի։ Որովհետև ոչ վաղը եւ ոչ երեք։ Ինչու հիմա ի պատասխանը է դա։ Ոչ վաղը, որովհետև այլ այսօր։ Այդ է դրա պատասխանը, իսկ մնացածները հակաեկեղեցական է, բառին անդրադառնամ, էլի կներեք 1000 ներողություն, բայց իմ կարծիքով հակաեկեղեցական շարժումը սկսել են այն մարդիկ, ովքեր Մայրաթորում տարել ու քաղաքական ուժի լոգո են կպցրել։ Այդ է հակաեկեղեցական շարժումը։ Մեր հակաեկեղեցական շարժումը պոզով պոչով չի լինում։ Մենք չենք ասում եկեղեցում տարեք ԿՊ-ի լոգոները կպցրեք քավլիցի։ Հակառակ, մենք ասում ենք եկեղեցին Աստծուն պաշտելու տեղն է։ Եկեղեցում քաղաքականությունը տեղ չունի։ Չպիտի եկեղեցին Մայրաթորը չպիտի դառնա քաղաքական ուժի գովազդի տեղ։ Չի կարա այդպես բան։ Դուք երբ դա գլխի Ես միշտ եմ դրան հավատացել։ Սելֆի անելուց էլ գիտեիք, որ եկեղեցին քաղաքականության մեջ է։ Ես եթե չեմ սխալվում, այդ ժամանակ քաղաքականության մեջ ակտիվ ներգրաված չէր կտրիչը առնվազն։ Ու գոնե այդ օրերի։ Այդ շրջան առնվազն։ Դեք ակնհայտ էս բանը կոնֆլիկտը եկեղեցականների կաթողիկոս հետ Սարդարապատով, հա, Սարդարապատի միջադեպով սկսվեց, բայց մինչ այդ հրապարակավ հայտարարություններ չկար իշխանության գոնե ամենաբարձր դեպքի մակարդակով։ Այդ փուլում արդյոք ինչ որ ներքին ինֆորմացիայի եք սկսել տիրապետել, որ այդ վերաբերմունքը դրսևորել եք։ Ինչ ներքին ինֆորմացիայի մասին։ Հարցնում եմ, չգիտեմ։ Չեմ կարող ասել օրինակ վարչապետի անունից հայտարարություններ անել, չեմ կարող, բայց կարող եմ ասել առնվազն որ տեսանելի ա եղել այդ ամեն ինչը, ինչ որ մի պահի գերակնհայտ էր, որ ինչ որ մի պահի այդ ամեն ինչին պետք է հիմնովին անդրադառնալ, որովհետև չի կարելի սպասել էլի, որ 1701 կառույցը պետք է տանեն ու սարքեն ինչ որ մեկի նախընտրական շտաբ ու բոլոր հավատացյալներն էլ պետք է դրա այդ հաշտ ու համերաշխ ապրեն, ասեն, վայ ինչ լավ է։ Մեր Սուրբ եկեղեցին տարել սարքել են Քոչարյանի ենթաշտաբ, եկեք բոլորս սափա արենք։ Հիմա ամենայն հարգանքով, հա, սանցանց նկատմամբ
Բալթյան պետությունների հոգևոր առաջնորդը, որը օրինակ խաղաղության կողմնակից է, ողջունում է խաղաղության վարչապետի խաղաղության գործընթացը, ուզում է րոպե առաջ Հայաստանը տեսնել Եվրամիությունում, Տեր Արամը, որը արդեն ոմանք համարում են կարգալույց արված, ասում են, որ Նիկոլ Փաշինյանին աջակցում են։ Հիմա իրեն քաղաքականությամբ զբաղվող հոգևորականներ են, թե անձին, որոնք իրենց դիրքորոշում են։ Բայց Տեր Արամը չի հայտարարել, որ ինքը Նիկոլ Փաշինյանին աջակցում։ Չէ, երեք հարցազրույցում ասել է, որ աջակցում է։ Տեր Արամը առնվազն ինչ որ ես եմ տեսել, այդ մարդը ընդամենը ասում է, եթե գալու լիներ Ռոբերտ Քոչարյանը իմ հանրահավաքին, ես մարդկանց իմ պատարագին կներեք այնքան հանրահավաք ասեցինք, իմ պատարագին ես դրա մասին մարդկանց կտեղեկացնեի։ Գալու լիներ Ծառուկյանը կտեղեկացնեի, գալիս է Փաշինյանը տեղեկացնում եմ։ Մարդիկ ընդամենը չեն ուզում, որ իրանց տիպողաբար տանեն այս կամ այն միտինգին։ Այդ չուզենալը արդեն իսկ ավտոմատ այդ մարդկանց դարձնում է մեր կողմնակից, հասկանում եք։ Ինչ վերաբերում է բալթյան երկրների հոգևոր առաջնորդին, ոչ, իմ համար գերակնհայտ է, որտեղ մարդը ընդամենը ողջունել է խաղաղությունը։ Իրանք հենց ասում են չենք ուզում են, որ այս իշխանությունը գնա, մենք եկեղեցի կներեք, մարդն էլ ասում է ընդամենը ողջունում եմ խաղաղությունը։ Խաղաղությունը հասկանում եք։ Չի ասում է, բանը ողջունում եմ այս իշխանության բանը, այս ռեֆորմը, այս մեկը, այն մեկը, կեցեք դուք ընտրված, խաղաղությունն է ողջունում։ Քրիստոնյա հոգևորականը ողջունում է խաղաղությունը, ու դա համարվում է քաղաքականության մեջ կներեք էլի, այդ մարդիկ այդ մեղադրանքը հնչեցնող մարդիկ Աստվածաշունչ կարդացել են, Աստծո խոսքին գոնե մոտավորապես տեղյակ են։ Փաշինյանի հրաժարականը պահանջել է քաղաքականություն։ Իհարկե։ Բա քաղաքականությամբ զբաղվել չի։ Բա քաղաքականությամբ զբաղվելը պոզով պոչով է լինում։ Մանկաղ մարդը պայն դիրքորոշում հայտնում, որ քաղաքական դիրքորոշում։ Չէ, կներեք, ես որպես ազգային ժողովի պատգամավոր դեմ չեմ, որ ինչ որ մեկը պահանջի ինչ որ մեկի իմ վարչապետի, չգիտեմ, ձեր հրաժարական ընդհանրապես դեմ չեմ, դա սահմանադրական իրավունք է։ Բայց արդեն որպես հավատավոր քրիստոնյա մարդը իրավունք ունի դեմ լինի, երբ որ իր եկեղեցին ներքաշում են քաղաքական խաղերի մեջ։ Ու ընդ որում Էլ չեմ խոսում նրա մասին, որ բան եկեղեցին սարքում են պլացդար հարցակումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության ամենահավատավոր առաջնորդի վրա։ Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության աթեիստ առաջնորդի, նախկին առաջնորդի։ Ռոբերտ Քոչարյանը աթեիստ է, դա ճշմարտություն է, որի մասին բոլորը գիտեն, էլ։ Մարդը 40 քան տարեկանում հայրմերը չգիտեր եւ դա նորմալ է, որ աթեիստ մարդը կարա հայրմերը չիմանա, ընդհանրապես բան չեմ անում, ես դիտում եմ հիմա աթեիստ քաղաքացիներ նաեւ ինձ թվում է, նորմալ է դա։ Ձեր կուսակցության շարքերում է։ Այո, եւ նրանցից ոչ մեկի, ոնց տեսնում եք, եկեղեցականները բան չեն անում, չեն աստվածացնում, ի տարբերություն Քոչարյանի։ Կան աթեիստներ մեր շրջանում շատ կան։ Էլ չեմ խոսում այն մասին, որ սովետական միության ժամանակ այ առհասարակները շատ են քվի աթեիստների մասին եք, եթե խոսում, չէ, բացարձակ փոքրամասնություն է։ Ինչպես եւ ինձ թվում է մեր ամբողջ հասարակությունում, ԿՊ-ն մեր հասարակության ընդհանուր պատկերից շատ չի տարբերվում հավատացյալների եւ աթեիստների համամասնությամբ։ Պարոն Ալեքսանյան, հիմա ինչ է լինելու այս կոնֆլիկտը ինչքան է շարունակվելու, ըստ ինչպես է հանգուցալուծվելու։ Ակնհայտորեն հանգուցալուծվելու է կտրիչի իր ոտքով եւ Աստծո կամոք վեհարանից դուրս գալով։ Դե ասում եմ, նա ուխտավորներին ընդունելուց ասեց եկեղեցին անսասան է։ Եկեղեցին միանշանակ անսասան է, եկեղեցին միանշանակ անսասան է, Քոչարյանի նախընտրական շտաբերը կգան ու կգնան, մեր եկեղեցին կմնա անսասան եւ եկեղեցու անսասան լինելը կդրսևորվի նաեւ կտրիճի վեհարանը լքելով։ Հիմա որպեսզի դուք հասնեք այդ դրվագին, պետք է նրա օրինակ արդեն քրոջ տղային, որ Արագածոտնի թեմի առաջնորդն է, ձերբակալել են, կանանավորել են։ Հա, իդեպ էլ է էլի շատ հետաքրքիր բան։ Այդ ոնց է ստացվում, որ Կտրիչ Ներսիսյանի բոլոր բարեկամները բոլորը դարձել են հոգևորական ու բոլորը բարձր եկեղեցական կոչումներ ունեն։ Այդ մտածել եք։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, Աներձակ Հրաչակոբյանը պատգամավոր։ Ասեմ ոնց։ Նախ էլի շատ ողջունում եմ այն փաստը, որ սկսեցիք Կտրիչ Ներսիսյանին համեմատել
կուսակցության ղեկավարի հետ, որովհետև փաստացի կտրիչ չէ, դուք եք անում, ես մա բան եմ ասում, դուք հակադրություն բերում եք օրինակ, փաստացի դնելով թեկուզ հակադրության, համեմատական հակադրության մեջ, հայ, պատկերացնեք հայաստանյա առաքելական եկեղեցու կաթողիկոս համարվող որոշների կողմից մեկը փաստացի իր համեմատության դաշտը կուսակցության ղեկավարն է։ Այսինքն իրան պետք է համեմատել ոչ թե օրինակ, չգիտեմ, համայն Ռուսիո պատրիարքի, Հռոմի պապի, ինչ որ բուդդայական մի առաջնորդի կամ չգիտեմ մուսուլմանական մի հոգևոր առաջնորդի, այսինքն իր շրջանակը ոչ թե այդ, այլ ներհայաստանյան քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարը, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Բայց քանի որ այս հարցը տվեցիք, պատասխանեմ։ Քանի որ վարչապետի կնոջ եղբայրը Հրաչյա Հակոբյան կուսակցության հիմնադրման օրվանից կուսակցության անդամ է։ Որտեղ կուսակցությունը ի սկզբանե երբ որ հիմնվել է, դա էլ հոգևորական։ Չէ, մի վարքյան, չէ, երբ որ կուսակցությունը, ես վստահ եմ, երբ որ 301 թվականին Հայաստանում ընդունվում էր քրիստոնեությունը, այդ ժամանակ կտրիչի բարեկամները եւ ընտանիքը այդ հիմնման process-ին ներկա չէին այնուամենայնիվ, ինչևէ, երբ որ հիմնվում էր քաղաքացիական պայմանագիր, այդ ժամանակ եւ Լենան Ազարյանը եւ Նարեկ Բաբայանը, էլի բոլորով միասին հիմնել են կուսակցությունը, միասին զբաղվել են քաղաքականությամբ։ Այսինքն մարդիկ միասին քաղաքական գործունեություն են ծավալել։ Իսկ Կտրիչ Ներսիսյանի դեպքում դա պետք է ժամանակագրորեն նայել։ Այդ երբ է ոնց է որ բոլորը որոշել են կուսակրոն դառնալ, ոնց է որ բոլորը բարձր եկեղեցական կոչումներ ունեն։ Խնդրահարույց համարում եմ այն փաստը, որ Կտրիչի բարեկամները իմ տպավորությամբ առնվազն մի տեսակ շատ են ու շատ բարձր կոչումներ ունեն ու բացի բարեկամներն էլ դեռ մի կողմ կա կոնկրետ գյուղ, որտեղից որ Կտրիչ Ներսիսյանն է եւ այդ գյուղից հատկապես շատ ինչ որ մարդիկ են, մի տեսակ տեսակար կշռով կարող է պարզվի, որ չգիտեմ, մի ամբողջ մարզից ավելի շատ հոգեվորական կա կոնկրետ այդ գյուղից եւ կոնկրետ այդ գյուղի հոգեվորականները մի տեսակ ավելի շատ բարձր կոչումներ ունեն եկեղեցական ու սա հետաքրքիր փաստ է ընդամենը մտազբաղմունքի համար, այսպես ասած։ Ես ճիշտ հասկացա, դուք հիմա քննադատում եք այդ մարդկանց աշխարհիկ հաճույքներից զրկվելու եւ իրենց եկեղեցուն Աստծուն նվիրելու համար։ Քավլիցի, ուր էր մեզ այդպիսի բախտ, որ Կտրիչը կամ էլի շատ ու շատերը իրենց զրկած լինեին աշխարհիկ հաճույքներից, Քավլիցի։ Ինչ գիտեք։ Ես չգիտեմ, ես ով եմ, որ իմանամ, հրապարակ օրաթերթ եմ դիմադիր հայտնի ժամանակին օրինակ հետաքննություն էր արել, գնացել էր, գտել էր Կտրիչ Ներսիսյանի զավակին, անունով, ազգանունով, աշխատանքի վայրով, մասնագիտությամբ, այնտեղ այս մեկով, այն մեկով հրապարակում էր արել շատ մանրամասն հրապարակ օրաթերթ Արմինե Օհանյանի օրաթերթ, ես ով եմ, որ ես իմանամ։ Դուք 3-4 ամիս առաջ տեսաք այդ հրապարակը։ Չէ, միշտ էլ տեսել ենք, բայց մի բան է դա տեսնելը եւ մի բան է դա արդեն ապացուցված իմանալը։ Վերադառնալով նախորդ հարցին, հիմա ասում շատ ազգականներ ունի, այսինքն հերթով կարող ենք նրանց կալանավորած տեսնել, որ ճնշում լինի կաթողիկոսի վրա։ Չէ, ինչ պարտադիր է։ Եթե չեմ սխալվում, էլի ունի ազգականներ, որոնք էլի են անցնում են ինչ-որ քրեական գործերով նախկինից եկած, եթե չեմ սխալվում։ Այդ տարբերակն էլ կա, դա էլ կա։ Էլի այնտեղ ինչ-որ բաներ կա, բայց տեսեք, պարոն Ալեքսանյան, հիմա դաշտ նետված նաև ինչպես օրինակ դուք հրապարակի գրածն եք մեր բանանում մեջ բերում, այլ հրապարակումներ էլ կան, որ ամենայն հայոց կաթողիկոսը նորություն չեմ հայտնի, որ միշտ կապվել է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Հիմա դա ավելի շատ է իրավապահների, պետության, ուսումնասիրության, հետազոտության տիրույթում, քան այն, թե ով որ թվին, որտեղ ում հետաքրքիր։ Բայց դուք կներեք այդ քնել արթնանալը մի կողմ թողեք, բայց դուք եք այդ թեման բերել դաշտ։ Չէ, քնել արթնանալը չենք բերել դաշտ, մենք ուրիշ բան ենք բերել դաշտ, ուխտազանցությունը։ Այդտեղ պատճառը հետևանքային կապը դուք չեք տեսնում ախր։ Իսկ միթե ուխտազանց հոգևորականը հարմար թիրախ չի դառնում օտարերկրյա գործակալան։ Այսինքն դա եւս ուսումնասիրվում է։ Ես հուսով եմ, որ ուսում, եթե չի ուսումնասիրվում, կոչ եմ անում ուսումնասիրել, որովհետև միթե Կոչ եք անում ուսումնասիրել ինչը։ Կոչ եմ անում ուսումնասիրել, արդյոք այս կամ այն հոգևորականի ուխտազանցությունը
նրան չի դարձնում հարմար թիրախ օտարերկրյա գործակալական ցանցերի, օտարերկրյա գործակալական ծառայությունների հատուկ ծառայությունների համար եւ արդյոք այդ հարմար թիրախների վրա չի տարվել համապատասխան աշխատանք օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Պետք է ուսումնասիրվի, որտեղ երբ որ մարդը խոցելի է ու զբաղեցնում է նման հանրային կարևորություն ունեցող պաշտոն կոչում, այդ մարդը պետք է առնվազն արժանանա։ Կոմիտոսի դրվագն է կոչանում ուսումնասիրել։ Բոլորի ցանկացած մեկի, ցանկացած ուխտազանց հոգևորականի։ Լավ, այդ թեմաների անդրադառնանք, պատրաստ եք ընդդիմություն դառնալու, պարոն Ալեքսանյան, Նարեկ Կարապետյանը խոստացել է ձեզ երկրորդ անգամ ԿՊ-ի։ Նարեկ Կարապետյանն ով է։ Մեր ձևով շարժման համակարգող է։ Հա։ Պատրաստ է ինչ անել։ Ձեզ ընդդիմություն է դարձնելու։ Հաշվի առնելով, որ մի հատ կրկեսի շենքը իրենք սարքում են 15 տարում, վախենա մեզ խոստումն էլ էլի մի 15 տարվա ժամկետով է ինքը ասում, այսինքն իրանց թողնելուն պետք է չնայել, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրականում կորոշի ով է իշխանություն եւ ով է ընդդիմություն։ Դա տենց ռուսաստանցի օլիգարխները չեն, որ պիտի գան Հայաստանում որոշեն, թե ով պետք է լինի։ Օլիգարխ չի։ Դե ռուսաստանցի օլիգարխի քաղաքական ուժի անդամ է, քաղաքական միավորի անդամ է։ Այն օլիգարխն է, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր իդեպ ծափահարել։ Այո, լավ էր անում։ Բոլորին էլ պետք է ծափահարել, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ներդրում են անում եւ զահարգում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Բայց ինքը երբ հրաժարականի պահանջ ներկայացրել։ Ինքն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել, ինքը ավելի վատ բան արել։ Ինքը փաստացի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ քրյա օլիգարխիկ համակարգով հարցեր լուծելու կոչ է բարձրացրել։ Կներեք, հրաժարական պահանջելը դա ցիվիլ քաղաքակիրթ երևույթ է, կար եւ պահանջեր։ Իհարկե հետաքրքիր կլներ հարցնել, թե տենց պահանջող տղային ինչի Ռուսաստանում այս կամ այն բանը չեն պահանջում, չեմ ասում, նախագահ, ասենք ինչ որ մի հատ տենց նախարարության կամայական բաժնի պետի հրաժարական կարան պահանջեն Ռուսաստանում, թե չեն կարա պահանջեն իրանց հիմնական բնակության ու կենսագործունեության երկրում այդ հարցը իհարկե հետաքրքիր կլիներ տալը, բայց ինչևէ այդ հարցը կտային, դա կլներ քաղաքական դիսկուրս, բայց այս այդ դեպքը չի։ Բայց այնուհանդերձ այս շարժումը որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել, ձեզ համար սպառնալիք համարվում է, թե ոչ։ Ձեր կուսակցության ուժի իշխանությունից հեռացնելու առումով։ Ես կարծում եմ լուրջ չի առհասարակ դա։ Ինչի։ Լուրջ չի, որովհետեւ Վերջին հանրահավաքին ասացին 30,000 մարդ են հավաքել։ Զարմացած եմ իրական նրանց համեստության վրա, ես սպասում եի, որ պիտի ասեն 3,200,000 համեստ գտնվեցին, ինչը ողջունելի է, բայց դա ֆիզիկապես անհնար էր իրականում։ Եթե չեմ սխալվում, այս թեմայով ամենավստահելի հասարակական կազմակերպությունը, որ մշտապես այդ հաշվարկն իրականացնում ասել, որ 7000 մարդ է ներառյալ պատահական անցորդները, ոստիկանության աշխատողները, այնտեղ չգիտեմ, տուրիստները, ոստիկանները եւ մնացածը այդ եկած մարդկանց մասին ինչ որ ձայնագրություններ հրապարակվեցին, էլի դա էլ պետք է հասկանալ, թե այդ ինչ ձայնագրություններ էին եւ հիմա վերջը մեջ այնտեղ բառեր կարել ուղղակի ահա որ հասարսուկ բան կար գլոխը 10,000 սենց ինչ որ բաներ էր խոսվում մեջը նողկալի ուղղակի որ հանրապետության քաղաքացիների մասին կարելի է այդպես խոսալ ու մարդկանց դիտարկել գլոխը 10,000 ռեժիմով այդ ժամանակները Հայաստանում վաղուց անցել են։ Իդեպ դրա հետ կապված դատական հայց է ներկայացնելու իշխող ուժի լրատվամիջոցի դեմ, որպեսզի հերքեն, որովհետև այդ մի ձայնագրությունը ձեր կողմից է հրապարակվել եւ ասում են, որ ԱԱՑ-ի սպա Գևորիկը լավ չի կարողացել Տաշիրի բարբառով խոսել։ Թող ներկայացնեն, մնացածը արդեն կհասկաց։ Այդ աբսուրդը իրականում պետք է վերջ ունենալ։ ԱԱՑ-ի սպա Գևորիկը, հա, եղավ, ձեր ասածն, գլոխը 10,000 Դուք բացառում եք, որ նրանք Ես բացառում եմ, որ նորմալ մարդ ուղղակի մի օր վեր կկենա, sense կնայի, կասի, վայ, գնամ Տաշիր Սամոյի միտինգին այսօր, էս ինչ լավ օր է։ Բայց շատերը հույս են կապում նրա հետ։ Դե ուր են այդ շատերը։
Նաև տեսել եմ հարցումները, որոնք անցկացվել էին կացվում այդ բաների մեջ, հավաքի մասնակիցների մեջ։ Դուք եք տեսել վստահաբար, դուք արել եք, եթե չեմ սխալվում։ Եվ ինչ է, որն էր ձեր տպավորությունը, օրինակ, որ այդ մարդիկ այո հավատավոր կերպով եկել էին։ Կային այո գաղափարակիցներ, Քանի տոկոս խուսափում էին ընդհանրապես խոսել ոմանք չէ, ես ինչքան հասկացա 80-90%-ը խուսափում էր, 1-2 հոգի խոսում էր, հա, կա այտենց 7000-ի, ինչ ասեմ, 10%-ը, հա, կարող գտնվի 700 մարդ Հայաստանի Հանրապետությունում, որոնք Բայց այնուհանդերձ հնարավոր չի, որ ընդդիմությունը միավորվի եւ ինչպես Գյումրիում, այնպես էլ պես իշխանությունից ցես հեռացնի։ Ընդդիմությունը կարծում է, որ դա հնարավոր է, մենք էլ մեր քաղաքացիներին ցույց ենք տալիս։ Դա եւ պնդում ենք, որ մենք դա թույլ տալու իրավունք չունենք, սիրելի քաղաքացիներ, միասին մենք դա թույլ տալու իրավունք չունենք, որովհետեւ այն ինչը տեղի ունեցավ Գյումրիում, դա այն է, ինչը որ սրանք ուզում են, որ տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Ինչը հետեւյալն է։ Ասես բաժանված գնալ տարբեր դեմքերով, թաթոյալով, բանով գնալ ընտրությունների, հետո վերջնարդյունքում միավորվել ու որպես այդ միավորման ու քաղաքական խաչասերման ծնունդ ծնել իրանց մեջի ամենաահավոր sense հրեշային կերպարին, որը եթե Գյումրու դեպքում խտացված Վարդանիկն է, Հայաստանի դեպքում ենթադրաբար կլինի կամայական Քոչարյան կամ Սերժ, չգիտեմ, ըստ ճաշակի էլի, վերջը իրար մեջ ոնց կորոշեն, բայց վերջնարդյունքում ու դրա հետ արդեն նաև շարունակությանն ենք տեղյակ դրա թե ինչա լինելու, հետ գալուց ընդամենը երևի րոպեներ կամ ժամեր անց պետքա սկսեն զբաղվել իրանց սիրած գործով, լափելով, լափամանը լցնելով ու այդ լափամանից լափելով, ինչը որ տեղի ունեցավ Գյումրիում։ Երբ որ Վարդանիկը մտավ սենյակ, ասեց ստեղ սաղ ժուչոկները, բարև ձեզ, տղերք, բան, ինքը նույնիսկ այդ մտածելով, երբ որ ինքը մտածում է, որ այդտեղ կան ժուչոկներ, ինքը լսվում է, ինքը պրաստուշկի տակ է եւ այլ, մեկը չկարեցավ իրան զսպի։ Չկարողացավ իրան զսպի ու գնաց 4 միլիոնի կաշառք ուզեց ինչ որ մի բիզնեսմենից 4 միլիոնի կաշառք։ Պատկեր ուսային դեպքում երբ որ ինքը վստահ է որ համապետական իշխանությունը իրան դեմ է, իրան նկատմամբ շատ վատ վերաբերմունք ունի, իր ամբողջ սենյակը ժուչոկների մեջ ինքը մեկը չկարեցավ իրան զսպի, հասկանում եք։ Պատկերացրեք, եթե այս մարդկանց ձեռը համապետական իշխանություն ընկնի, ինչ են անել։ Բայց բացապես հիմա դեռ դատարանի վեճեր չկա, որ դուք ինչպես ասում եք։ Դատարանի վեճեր չկա, կա ձայնագրություն, որ ես լսել եմ եւ այդ ձայնագրության հիման վրա տալիս եմ քաղաքական գնահատականներ, դատարանը թող իմ ասածները ընդհանրապես չլսի, ինչի եւ վստահ եմ անում է դատարանը թող իր գործը քննի իր բանով, իր ռեժիմով։ Ես տալիս եմ քաղաքական գնահատականներ իմ լսած ձայնագրությանը։ Դուք հիմա հերիք չի որ տենց բեմականացված ընդդիմություն ընդդիմադիրներ են ասում Վարդան Ղուկասյանի բերմանը։ Բայց ո՞րն էր բեմականացված կներեք էլի։ Իրենց գուցե հարցնեք։ Չէ, բայց ո՞րն է բեմ, այս լսեցի այսօր մի ինչն էր բեմականացված։ Մարդիկ նորմալ մտել են որ խոզարկություն անեն։ Փորձել են նորմալ խոզարկություն անել եւ դուրս գալ բերման ենթարկելով։ Գնացել են այնտեղ հավաքվել են ինչ որ հայհոյախոս կանայք ու հայհոյախոս երիտասարդներ, փակել են այս մի մուտքը, դուռն են փակել, բանը նարել ոստիկաններն ստիպված դուռը կոտրել են, դուրս են եկել։ Առանց գետնին տալու, առանց էս անելու, դեպ շատ կար բողոքի բաներ, թե ինչի պոլին չեն տվել, գլուխը չգիտեմ անկեղծ ասած։ Այդ հարցի պատասխանը։ Չէ, ես ոստիկանության գործողությունները գնահատում եմ շատ դրական են։ Ոնց տեսակ ոչ մեկի նկատմամբ բռնություն չկիրառվեց, թեև կային այնտեղ շատ հայհոյախոս ու տարատեսակ շերտերի ներկայացուցիչներ, որոնք չէին զլանում հայհոյել անգամ ընդդիմադիր լրագրողներին, ինչը իմ համար աբսուրդ էր, որովհետև փաստացի ընդդիմադիր լրատվական լրագրողներ են եկել են հենց իրանց հավաքը լուսաբանելու, հենց այն տեսանկյուններից, որոնք որ իրանք են ուզում, բայց միևնույնն է, նույնիսկ այդ մարդիկ զերծ չմնացին այդ հայհոյախոսների կողմից հայհոյվելուց։ Տեսեք, դուք հերիք չի որ ինչպես ընդդիմադիրներն են ասում բռնությամբ Վարդան Ղուկասյանին բերմանը կենտարկել Չի եղել այնտեղ բռնություն։ Ձեր սիրտը արյուն է ուզում Գյումրիում, արյունահեղություն է ուզում տեսնել, ինչու։ Լսեցի ես Մարտուն Գրիգորյանի հետ ճեպազրույցը դրան արձագանքել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, երբ որ պարոն Գրիգորյանը տեղում էր, դա աբսուրդ է կներեք։ Ինչ է նշանակում ձեր սիրտը արյուն է ուզում։ Այսինքն Մարտուն Գրիգորյանը 30 տարի շարունակ Վարդանիկին մեղադրի իր անկերներին սպանելու մեջ մենք ասենք, այ ընկեր, դու մեղադրում ես Մարտուն, որ քո ընկերներին է սպանել։ Դու գնացել իրան ընտրել ես քաղաքապետ, ասեն, այ տես, դու որ դա ասում ես, ուրեմն արյուն ես ուզում, ես ինչ ֆանտաստիկ ձև է առհասարակ։ Ոնց չէինք շուտ ֆայմել։
Դա абսուրդ է, ժողովուրդ ջան, դա ընդհանրապես լուրջ չի, էլի հասկանում եք։ Դու ասում ես, որ Վարդանիկը երբ որ իշխանության է, նրա կլանը արյունատենչ կլան է, տենց ինչ-որ բաներ էին խոսում, իրանք իրար ինչու մասից մեղադրում էին։ Հետո գնացել ընտրել է ինքը Վարդանիկին, հա, Սերժ Սարգսյանի։ Այդ ես եմ այդ ամեն ինչի մեջ արյուն ուզող, լուրջ եք ասում։ Սադրում եք, հրահրում եք։ Ինչով ենք սադրում։ Այսինքն քաղաքական պատասխանատվությունը տենց բան է, հա։ Կարելի է այսօր վեր կենալ հայտարարել, որ Վարդան Ղուկասյանը ու իր կլանը մարդասպան կլան է առհասարակ, հետո վաղը գնալ նրան ընտրել քաղաքապետ կամ միջև ընտրվելն էլ գնալ մարդկանց ասել, գիտեք ինչ, ԿՊ-ն ուզում է Վարդանիկին տա քաղաքը, ԿՊ-ն Վարդանիկի հետ խաղեր է տալ, այդ ձեները խափելով մարդկանցից սանալ գնալ Վարդանիկին ընտրել քաղաքապետ, մի հատ էլ մեզ ասել, այ հիմա դուք սադրում եք, դուք էս եք անում։ Լուրջ չի կներեք, ժողովուրդ։ Դες չի կարելի։ Դուք հիմա ինչքան եք դա պատրաստվում կրկնել, հիշեցնել։ Ինչ նպատակով։ Շատ քաղաքական նպատակով։ Սա քաղաքականություն է, կներեք, ու քաղաքական արածների համար պետք է տալ քաղաքական պատասխան։ Պետք է տալ քաղաքական պատասխան։ Այ եթե օրինակ Մարտուն Գրիգորյանը կանգնի ասի, որ ինքը սխալ արել, որ ընտրել է Վարդան Ղուկասյանին, որ ինքը սխալ արել, որ քաղաքացիներին խաբել ասել է, որ ԿՊ-ն Վարդան Ղուկասյանի հետ խաղեր է տալի, որ խոստացել է, որ ինքը իր ձայները պահելու է։ Այդ ամեն ինչ ներողություն խնդրի, կարելի է մտածել էլ սրա մասին չկրկնելու մասին, բայց մտածել ու չխոստանալ, որ չես կրկնում։ Բայց առնվազն քանի դեռ դա տեղի չի ունեցել, абսուրդ է պահանջելը մեզնից, որ մենք սրա մասին չխոսենք, կներեք։ Հիմա ձեր նպատակը ո՞րն է Գյումրիում հասնել իշխանապողության։ Գյումրիում մեր նպատակը այնպիսի համայնքապետարան ունենալն է Գյումրիում, որը որ զբաղված կլինի գյումրեցիների կարիքներով եւ որը զբաղված կլինի գյումրեցիների կարիքներով եւ որը զբաղված չի լինի համայնքային եւ գործարարների փողերը լափելով։ Բականի ղեկավարություն։ Բնականաբար մեր տեսլականը յուրաքանչյուր քաղաքական թիմի տեսլականը ու ցանկությունը որոշակի հեռանկարում այնա ունենալ իշխանություն, եթե ինքը ներկայացված է համայնքում, ուրեմն համայնքում, եթե ներկայացված է համապետական մակարդակով, ապա համապետական մակարդակ։ Բականը դառնա քաղաքապետ։ Ինչպես որ միշտ հասել ենք ժողովրդական մեթոդներով, բայց չեմ կարող ասել Գյումրիում առհասարակ տեխնացու կառաջադրենք, չենք կառաջադրի նմանատիպ բան չեմ կարող ասել։ Ես չեմ խոսում վաղը համայնքապետ ունենալու մասին, իսկ mən խոսում եմ թեկուզ հաջորդ ընտրություններին ունենալու մասին, կամ եթե ընտրությունները շուտ լինեն, շուտ ընտրությունների մասին, հիմա ինչ-որ մեսիջներ չեմ տալի, էլի բան չեմ ասում, երբ էլ լինի, եթե քաղաքական կուսակցությունը ներկայացված է այդ համայնքում, ինքը ձգտելու է տեղ ունենա համայնքային իշխանություն, եթե չի ձգտում, այդ կուսակցությունը պետք է փակվի։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Ձեզ նույնպես։